Կրթական գերատեսչությունը պատրաստվում է սահմանափակել դպրոցների էլեկտրոնային մատյաններում կիսամյակային ու տարեկան գնահատականները փոփոխելու հնարավորությունը։ Մենք երբեմն ահազանգեր ենք ստանում, որ ուսուցիչը աշակերտին գնահատել է, որից հետո տնօրենը գնահատականի փոփոխություն է իրականացրել։ Հիմա որպեսզի առանց ուսուցչի համաձայնության որևէ մեկը գնահատում չիրականացնի, կարգում ավելացվել է, որ մանկավարժական խորհրդի որոշմամբ է որևէ աշակերտի գնահատման փոփոխությունը տեղի ունենալու, որից հետո նորից տնօրենը իրավունք ունենա համակարգում փոփոխություն իրականացնել։ Նախարարի տեղակալն ընդգծում է, ոչ ոք չի շղթում, որ սովորողի գնահատականը կարող է սխալ լրացվել զուտ տեխնիկական պատճառներով, բայց իրենց համար կարևոր է վստահ լինել, որ գնահատականներն օբյեկտիվ են ու արտացոլում են իրականությունը։ Փոփոխությունը նախատեսվում նաև վերաքննությունների ժամանակացույցում։ Հիմա դրանք ավարտվում են օգոստոսի վերջին, բայց եթե երեխան ցանկանում է օրինակ իր տան հարևանությամբ գործող ավագ դպրոց ընդունվել ու այդ դպրոցը մեծ պահանջարկ է վայելում, վերաքննությունից հետո ավարտական վկայական ստացած երեխան զրկվում է իր տարածքում սովորելու հնարավորությունից։ Նույնը վերաբերում է քոլեջներին եւ ուսումնարաններին։ Հիմա այս կարգավորմամբ վերաքննությունների փուլը բերել ենք ավելի առաջ, որպեսզի սովորողները ժամանակ ունենան, եթե իրենք 2 անգամ վերաքննություն տալու հնարավորություն պիտի ունենան, ապա տան ավելի վաղ ժամանակաշրջանում եւ արդեն իրենց ավարտական վկայականը ժամանակին ունենան, որով կկարողանան դիմել թե մասնագիտական ուսումնական հաստատություններ, թե ավագ դպրոց։ Երևանի համար 24 դպրոցի տնօրենն ասում է, առաջարկվող նախագծերին ծանոթ են, դպրոցում քննարկել են։ Գնահատականները փոփոխելու հարցում խստացումներն այստեղ ճիշտ են համարում։ Հավելում է, որ առանց այդ էլ իրենք փորձում են դրա անհրաժեշտությունը նվազագույնի հասցնել։ Օրինակ մենք մեր դպրոցում ներդպրոցական վերահսկողություն ենք, կարծում եմ եւ բոլոր դպրոցներում ներդպրոցական վերահսկողություն ենք իրականացնում եւ ամիսը մեկ ստուգում ենք մատենավարությունը, որպեսզի խուսափենք հետագա փոփոխությունները կատարելուց։ Վերաքննությունների վերջնաժամկետը օգոստոսի 30-ից հուլիսի 20-ը տեղափոխելու մասին նախագծի վերաբերյալ Նաիրա Ավետիսյանը նշում է. Նախագծով ճիշտ է, որ մի փոքր ավելի առաջ տանք վերաքննությունների ժամանակահատվածը, իսկ մեր քննարկման արդյունքում ցանկալի կլինի, զուտ սա մեր առաջարկությունն է, քանի որ քննաշրջանը նախատեսված է հունիս ամսին, մենք առաջարկում ենք, սա զուտ մեր դպրոցի քննարկման արդյունքում է, վերաքննությունների ժամանակահատվածը սահմանել հուլիսի 2-ից 8-ը, որպեսզի ուսուցիչների ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը չլինի։ Մի փոքր դժվար կլինի իրենց հետ կանչել եւ վերաքննությունը ընդունել։ Կարծում եմ, այստեղ հակասություն կլինի կարգերի։ Իրավական ակտերի իդրաֆտ հարթակում այս մասին առաջարկները նախարարությունը ընդունելի է համարել։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր